Բարդեմ որ հայ եմ սնվել։ Ինձ համար Աստծո բարքերն շնորհակալ եմ Աստծո։ Վերջին ժողովուրդը բրգլա աշխարհի վրա հայը դերնա։ Սա մեզ բացառիկ տեսք է տալիս, բացառիկ արժեք է տալիս։ Հայու տեսակ Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում Հայու տեսակ հաղորդաշարն է։ Այսօր փոքրինչ, այսպես միգուցե մինորային կամ մտահոգիչ ենթատեքստերով այսօրվա հաղորդումը կարծես ահազանգ է եւ մտավախությունների մի մեծ փունջ այն իրադարձությունների շուրջ, ինչ որ կատարվում է արդեն մի քանի օր շարունակ Հայաստան աշխարհում եւ մտահոգությունները թե ինչ հետագա զարգացումներ պիտի ունենա այս իրադարձությունը։ Վստահ եմ, որ մտահոգում է բոլոր այն մարդկանց, ովքեր իրոք սրտացավ են Հայաստան աշխարհի ապագայի, Հայաստան աշխարհի կայացման, ինչու ոչ կայունացման եւ նաեւ մտավոր ոգեղեն եւ գաղափարական Եվ հոգևոր զարգացման և երկրի անվտանգության և իհարկե ինչու ոչ Արցախի անվտանգության և Արցախի գործառույթի, Արցախի անկախության ճանաչման գործառույթի շարունակականության հետ կապված։ Կարծես թե երկու կողմերն էլ այս հարցերը հաճախ բարձրաձայնում են, երկու կողմերն էլ գոնե հրապարակավ այդ հարցերի մեծագույն ջատագովներն են, բայց տեսլականները նույն հարցերին տարբեր տեսանկյուններից դիտելու, տարբեր հանգուցալուծումներ պատկերացնելու առաքելությունը հանգեցրել է նման իրադարձությունների։ Վստահ եմ, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե երկրում բազում տարբեր ոլորտներում փակուղիներ առաջացած չլինեին։ Եվ այս փակուղիներն են, որ որոշ մարդկանց, սրտացավ մարդկանց, այն մարդկանց, որոնք արդեն իսկ իրենց կենսագրության տարբեր դրվագներով տվել են ապացույցը մեր երկրի մասին մեծ մտահոգություն ունենալու, սեփական կյանքը վտանգելու, անձնազոհաբար կռվի դաշտ եւ մարտի նետվելու իրենց առաքելությունը բազում ապացույցներ տալով, այնուամենայնիվ այս մարդիկ սրտացավ մարդիկ դիմեցին արտառոց մի լուծման, արտառոց մի միջոցի, որը կարծես թե շատ մարդկանց կողմից նաև չի ընկալվում։ Ես կասեի, սա ավելի շատ այս միջոցը կամ այս ձեռնարկը ավելի շատ հուսահատության ճիչ կկոչեի, որովհետև այն ինչ որ կատարվում է եւ այն ահագնացող երևույթները, մտահոգիչ երևույթները, որոնք կատարվում են մեր երկրում, կարծես թե պիտի ի վերջո նման հանգուցալուծման բերեին։ Պարբերաբար Հայաստան աշխարհում կատարվում են նման իրադարձություններ, ընդվզումներ եւ կարծես թե հակառակ կողմին ոչինչ չի մտահոգում եւ չի բերում այն մտահոգությանը, թե ինչի պարբերաբար նման ընդվզումներ են կատարվում։ Նման փորձեր կամ բարեփոխումների կամ հեղաշրջումների եւ անգամ փոքրաթիվ քանակով մարդիկ առանց ունենալու մեծ զորք հեղափոխականների փորձում են ինչ-որ հեղաշրջում անել մեր երկրում կամ փորձում են ինչ-որ բարեփոխումներ կատարել։ Հնչեցին տարբեր նաեւ մեղադրական խոսքեր, իհարկե այն ինչ որ կատարվել է շատ դեպքերում այնպես չի, որ պիտի ասենք ես ինքս այդ հարցերի հանգուցալուծման այս մեթոդը ինքս նույնպես այնքան էլ կողմնակից չեմ, եթե լիարժեքորեն ընդունելի կամ ընկալի լիներ այս մոտեցումը, ես ինքս դերևս այնտեղ կլինեի իմ մարտական ընկերների մեծ մարտական փորձություններ անցած տղաների հետ, ուղղակի նաև վիրավորական ահաբեկիչ տերորիստ անվանարկումները կարծում եմ ավելի քան տեղին չեն եւ մարդկանց ուղղակի շահարկել այն իրադարձությունները սրտացավ ընդվզումը որպես ահաբեկչություն կարծում եմ այնքան էլ տեղին չէ։ Նժդե պիտի ասեր, որ
չհասկանալ հայրենիքի համար ստացած վերքերի լեզվով խոսացող մարդու լեզուն խոսքը չհասկանալ, կարծում եմ գոնե այս պահին արդար չէ։ Եվ եթե մենք ինքներս չենք հասկանում այն անձնամեր մոտեցումը եւ քաջ գիտակցումը, թե դեպի ուր են գնում եւ ինչպիսի վտանգի են ենթարկում իրենց կյանքը, իրենց հարազատներին, առավելևս Պավլիկ Մանուկյանը, որը իր վաղահաս տղային վերցրել է իր հետ այդ գործողությունը կատարելու, զինվորական ծառայությունը նոր ավարտած վերջերս զորացրված իր տղային, կարծում եմ սա իրոք հուսահատության ճիչի է նման եւ չհասկանալ այդ մարդկանց ընդվզումը եւ այդ մարդկանց հուսահատ հոգեվիճակը, այն ինչ որ հանգեցրել է նման իրադարձության կամ նման հանգուցալուծման, կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ։ Մամել Եղեզարյանը կարծես թե նման միտք էր հնչեցրել Արաբո ջոկատի հրամանատարը, որ ես իրենց մոտեցման կողմնակից չեմ, բայց նաև քննադատելու, մեղադրելու նաև իրավունքը չունեմ։ Կարծում եմ երկրում ստեղծված իրավիճակը ավելի քան մտահոգիչ է եւ ով մտահոգված չէ եւ չի տեսնում այն խնդիրները, որոնք առաջացել են մեր երկրում, կարծում եմ առնվազն պետք է կույր լինել կամ առնվազն շահեր ունենալ սա չտեսնելու։ Այն, որ այս մարդիկ կարողացան իրենց անձի վրայով քայլ կատարել եւ անձը մերժելով գնալ ինչ-որ հրապարակավ մի քայլի, որը իրականում պիտի որ շատերիս համար տրամաբանական չլիներ եւ շատերիս համար այնուամենայնիվ լիարժեքորեն չհասկացվեր։ Բայց ուզում եմ ավելի շատ վերլուծենք դրդապատճառները, որովհետև ինքս պատմաբան չլինելով, այնուամենայնիվ գիտեմ, որ պատմության մեջ ոչինչ չի կարող ինքնաբերաբար լինել։ Եվ լինելով նախկին կիբեռնետիկ ֆիզիկայի ինստիտուտի նախկին գիտաշխատող, պիտի ասեմ, որ էներգիան ոչ մի տեղից չի կարող ծնվել եւ չի կարող ոչնչանալ ընդհանրապես։ Այս դրամաբանությունից ելնելով պետք է հասկանալ, որ այդ սնդվզումը չէր կարող ոչնչից ծնվել եւ ինքնաբերաբար անհայտանալ այն, ինչ որ հիմա կատարվում է, անհետ կորչել չի կարող։ Այսինքն պետք է հստակ կարողանալ վերլուծել ինչն է ծնում նման ընդվզումներ, նման քայլեր եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս հարցի հանգուցալուծումը, անկախ նրանից, թե այն ինչպիսին կլինի։ Պետք է հասկանալ ինչ կարող է սա բերել եւ ըստ դրա կարողանալ նպաստել նրա ամենամեղմ տարբերակը իրականացնելու համար։ Ի սկզբանե այսպես ասենք, որ իհարկե քննադատելի է եւ անթույլատրելի է, երբ որ մարդ է զոհվում եւ հայ մարդ է զոհվում ընդհանրման մեջ հայերը հայերի հետ, երբ որ քաջ գիտակցում ենք, թե ինչքան օրհասական է խնդիրները հայոց սահմանին եւ ինչքան կարեւոր է յուրաքանչյուր կյանքը Հայաստան աշխարհում, առավելևս մարդու կյանքը, որը մեծ փորձառություն ունի պատերազմի, ինքը տեսակով ազգի զինվոր է եղել եւ այս փոխհրաձգության ժամանակ նահատակվում է։ Ես հաճախ սիրում եմ կրկնել խոսքը մահնել է լավագույններին սիրում եւ թերևս հակառակ կողմից լավագույն զինվորը, որը որևէ կերպ չի ընկալել հանձնվելու պարագան, ինքն էլ նահատակվել է։ Ցավակցում եմ բոլոր հարազատներին եւ խնկարկում Արտուր Վանոյանի հիշատակը, մարդու, որի մահը պիտի որ ամեն կերպ արվեր այնպես, որ նման մահերը տեղի չունենային, բայց այնուամենայնիվ մտածենք նաև նրա մասին, թե ինչ լուծումներ է ստանալու այս իրադարձությունը, այս իրադրությունը եւ ինչպես կարելի է խուսափել, որպեսզի ոչ թե եւս մեկ կյանք, թեկուզ մեկ կյանք այլևս չխլվի, այլ նույնիսկ մեկ կաթիլ արյուն այլևս չհղվի։ Դրա համար պետք է հստակ եւ սթափ մոտեցում այս խնդրին եւ պետք է հասկանալ ինչ հանգուցալուծում գտնել։
Հիմա այս պահին ընդհատվենք լուրերի կարճատև թողարկմանը, կվերադառնանք կարճատև թողարկումից հետո եւ կշարունակենք մեր վերլուծությունը։ Ովքեր մեզ հետևում են համացանցում, շարունակությունը կարող եք դիտել այս հղման ներքևի հատվածում